Վեհանուշ Թեքյան, ժամանակակից արձակագիր և բանաստեղծ։ Ծնվել է 1948-ին Բեյրութում։ Դեռ պատանի տարիքից սկսել է ստեղծագործել Սիմոն Սիմոնյանի Սփյուռք շաբաթաթերթում տպագրելով իր առաջին երգերը։ Հայ ավետարանական և հայկազյան քոլեջներն ավարտելուց հետո Թեքյանը փիլիսոփայություն և անգլիական գրականություն է ուսումնասիրել Բեյրութի ամերիկյան համալսարանում։ Աշխատակցել է նաև Բագին ամսագրին։ Վեհանուշ Թեքյանն ունի ընդհանուր առմամբ 11 հատոր հրատարակած գիրք, որոնցից առաջինն էր 1969-ին լույս տեսած Կապույտ ապրիլ բանաստեղծությունների ժողովածուն, անձամբ Գուրգեն Մահարու խմբագրությամբ։ Այստեղ Մահարին Թեքյանի գրական ապագան բնորոշում է նրա անվան հետ բառախաղի դիպուկ օգտագործումով։ Թող վեհ լինի Թեքյանի ճանապարհը, իսկական բանաստեղծի ճանապարհը միշտ վեհ է եղել, գալով անույշին։ Թեքյանը նաև տաղանդավոր ասմունքող և մանկավարժ է։ Դասավանդել և ասմունքի երեկոները հրավիրել Սփյուռքի տարբեր կենտրոններում և ուսումնական հաստատություններում։ 1978-ին Վեհանուշ Թեքյանը տեղափոխվել է Միացյալ Նահանգներ և հաստատվել Նյու Ջերսի նահանգում։ Ու չնայած հեռավորությանը, գրողը սերտ կապեր է պահպանել նորանկախ հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության հետ։ 1992-ին Թեքյանը դարձել է Հայաստանի գրողների միության անդամ։ 95-ին իր դոկտորականն է պաշտպանել Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, իսկ 2012-ին պարգևատրվել է Մովսես Խորենացի շքանշանով։ Վեհանուշ Թեքյանի նշանավոր ժողովածուներից են Ոստրեն, Ճեղքված մանրանկարը, Բազմացուփ աշխարհը, Նշանագիրը, որի համար նա արժանացել է Թեքեյան մշակութային միության Հայկաշեն Ուզունյան մրցանակի։ Չար արևի աչքերում մեջ երկու-լորիկ հեզիկ թռան, և մշուշի հագուստի մեջ քիրուկ գյուղը փայփայվեցավ։ Ակնթարթի աչքերում մեջ ավերժության ճամփաս կերթամ, ծարափունի վարակներուն թորոս ռոսլին պահած կերթամ, կախաղանեն կախյա սուրբի ոտքերուն քով կյանքս կոծեմ, և ծոթրինի փույրով հարբած, օխ, վարուժան կարտասանեմ։